Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ, ինչպես տեսնում եք, մենք առաջին անգամ որոշել ենք արդեն վիդեո ֆորմատով մեր ոդկասթը ցուցադրենք, որովհետև շատ էին դրա մասին ասում, չնայած ասենք նախորդ ոդկասթերում չէ վիդեոներ, ֆոտոներ դնում էինք, բայց ասում են, որ մենք է պետք է երևանք։ Դրա համար որոշեցինք առաջին անգամ այս ֆորմատով, եթե ինչ-որ խնդիրներ լինեն եւ այլն, դուք պետք է մեզ կասեք, ամեն դեպքում սա երկրորդ անգամ առաջին փորձն է։ Նույնիսկ ես եմ Արմանը, Լևոնը, Վահագը ու Մհերը։ Հիմա արդեն ներում են էկրանին, այլ ձենով չեք փորձելու իրենց ճանաչեք ով է։ Այսօր մեր թեման բխել է Նինջա կրիաների նոր մուլտֆիլմի դիտումից կես բաժանվեցինք ինչ-որ խմբերի ում մի մասին մուլտը շատ դուր էր, այսքան բոլորին է դուր էր եկել, բայց օրինակ Վահագը ասում էր, որ ինքը կանոնից դուրս է, ու տենց քննարկեցինք երկար բարակ բան ու վերջում որոշեցինք, որ պետք է այդ թեման վերջը քննարկենք, թե ասենք ինչ-որ օրիգինալ ստեղծագործության լինի, դա գիրք, կինո, թե կոմիքս, թե ցանկացած ինչ-որ սկզբնաղբյուրի էկրանավորումը կամ դրա հիման վրա ինչ-որ ուրիշ ստեղծագործության ստեղծումը պարտադիր պիտի հավատարիմ լինի այդ օրիգինալ սկզբնաղբյուրին, թե չէ, ու եթե հավատարիմ չլինի, կարա ինքը լավը լինելով թույլատրելի լինի, ասենք ֆանատների համար։ Այդ թեման մենք շատ երկար ենք ժամանակին քննարկել ու հիմա ոնց որ ուզում ենք ընդհանրացնենք։ Ասեք, հետո ես կշարունակեմ։ Սամահեր։ Նինջա կրիան բարդ հարց առաջանում մի կողմից այն ինչ որ նոր էկրանավորում են, հա, ինչ որ սկզբնաղբյուր ունի, այդ եթե մի կողմից եթե հավատարիմ չի լինում, բայց լավ պրոդուկտ են ներկայացնում, ինքը իրավունք ունի ոնց որ գոյություն ունենա, բայց մյուս կողմից պարզ չի դառնում, թե ինչի անվանել, օրինակ այդ անվամբ, հա, եթե ինքը առանձին ստեղծագործություն է։ Այսինքն սկզբնաղբյուրի ֆանատների վրա ձեռք բերել ինչ-որ աուդիտորիա, թե ինչ։ Չէ, որ ծախվի, հա, սկզբնաղբյուրի ֆանատների վրա ձեռք բերել ինչ-որ աուդիտորիա, որտեղ ինքը արդեն ճանաչելի օրիգինալ բաներ քիչ կան ու շատ կան էկրանավորումներ։ Ինքը ճանաչելի բրենդ է ու դու ավելի մեծ հավանականությամբ կգնաս Սեթ Ռոգենի Նինջա կրիաները նայես, քան թե Սեթ Ռոգենի ինչ-որ սամուրայ բադերը, հա։ Հա, Նինջա կրիաները, Սեթ Ռոգենը ուզում է իր ինչ-որ բաները հանի, իր իդեաները ունի, որ խիստ հակասում է, հա, հին Նինջա կրիաներին, բայց Սեթ Ռոգենին ասում են, լսի, սամուրայ բադեր չի գնա, Նինջա կրիաները կգնա, արկես ֆրանչայզ, հանի ոնց ուզում ես։ Եկանում հանմա ոնց ուզում է, կարա ստացվի լավ, կարա ստացվի վատ, հաստատ իրավունք ունի, հա, գոյություն ունենալու, դաժան կարող ավելի։ Լավ մանկական մուլտ է ստացվել, բայց ինչ է իմ դուրը չի եկել, որ այդ փոփոխություններ կան, որոնք կարան լինեն մանր կամ խոշոր, ու դեպի լավը ու դեպի վատը։ Այնտեղ կան փոփոխություններ, որ մի քիչ դեպի վատն են իրան փոխում, մասնավորապես, որ իրանց ուսուցիչը ճապոնացի սենսեի չի նինջուցուի, այլ ինչ որ սովորական նյույորքյան առնետ է, որին մուտագենը դարձրել է մարդանման առնետ, ու ինքը նինջեցուն սովորել է հեռուստացույցով ինչ որ բուլշիտոյի տրեյնինգներ նայելով ու Ջեկի Չանի կինոներ նայելով։ Միշտ պետք է այդ հարցը կարանաս տաս ու այդ հարցին հիմնավոր պատասխանես։ Փոփոխությունը ինչի է արած։ Հա, դեպի լավն է, օրինակ երբ հարցում ես Փիթեր Ջեքսոնը ինչի Թոմ Բամբադիլին չի արել, լավ արել չի արել, որովհետև կինոյում դա փեյսինգը շատ ուժեղ կդանդաղացներ կինոյի։ Ոչինչ համապատասխան։ Հա։ Ինչի է փոփոխությունը արած, ինչի է հեղինակը փոխում, այն ինչ փոխում է սկզբնաղբյուրից։ Նինջա կրիաների
Օրինակ, Նինձակարյանների երբ դու դեպքում մի րոպե շող, օրինակ դու երբ հարցնում ես, իսկ ինչի ասենց է ոչ ճապոնացի նինջա այդ կանալիզացիոն կրես, դու այդ հարցին չգիտեմ, Սեթ Ռոգենն ա տենց ուզել խոխմճկեքը շատ լինի։ այդ բարակայում ինքը մեկը խոսում է ասիական ակցենտով, չինական, չգիտես ինչի, ոչ թե ճապոնական, բայց մեկը ասենց թե նենց ակցենտով պիտի չխոսար, որտեղ ինքը նյույորքյան առնետ է միշտեղ։ Ու այսինքն հնից ինչ որ բաներ կան մնացած, որի բացատրությունը չկա, ուղղակի այդ կերպարի բնութագրի մեջ է մտնում, բայց բնութագրի մեծ մասը ջնջել են ու ինչ որ sense մնացուկներ կան։ Չես հասկանում ինչի Նույնը համար։ օրինակ Watchmen-ի ֆիլմն է, երբ դու հարցնում ես, իսկ ինչի է Շնայդերը, հա, արել են փոփոխությունները, որը արել է, որտեղ կոմիքսը էկրանավորել նենց ոնց ինքը կա, շատ դժվար է, հա, ու ինքը կոնկրետ տակներ մնալու, եթե փորձեր անել նենց կա, ինքը պարզացրել է։ Այդ պարզացումը ավելի վատն է սարքել իր կինո, քան սկզբնաղբյուրն է, բայց պաշտպանել է կինոն ինչ շեղում են։ Պաշտպանել է կինոն դառնալու շատ վատ է, եթե իր մոտ չհաջողվեր այն ինչ կա կոմիքսում։ Հա։ Ինձ թվում է գիտեք ինչու՞մ է, իրե вообще օրիգինալ գործերը այնքան է եղել, որ հավատարիմ չի եղել էկրանավորումը ու այդ հավատարիմ չլինելու հետ նաև վատն է եղել, որ մենք, ասենք, ֆանատները կամ ցանկացած, ասենք, գիկերը, մնացած գիկերը ցանկացած թեմայով ինչ որ էկրանավորման մասին լսելուց կամ նայելուց, որ ինքը հավատարիմ չի լինում սկզբնաղբյուրին, միանգամից արդեն վատ են տրամադրում, որովհետև շատ է 90%, 95%-ը եղել է, որ եթե հավատարիմ չի էկրանավորումը, ուրեմն վատ է, դա դարել է կանոն։ Դու նախորդ արդեն քո մոտ տրամադրվածություն է առաջանում։ Նույն, ասենք, One Piece-ը, այս վերջի սերիալը Netflix-ի, ինքը բառացի անիմեն էկրանավորել է ու ֆանատները գոհ են, որովհետև, ասենք, ինքը հավատարիմ է, բայց եթե ինքը հավատարիմ չլիներ նույն ձև ու ինքը էկրանավորվեր, ինքը նկարվեր առանձին ֆիլմ, ասենք, հենց One Piece-ի սյուժեով բանը, պրոստը ինքը այդքան հավատարիմ չլիներ, բայց ինքը լավը լիներ, արդյոք ֆանատները նույն ձև գոհ կլինեին, այդ է հարցը։ Ինքը առանձին Ստեղ ուրիշ հարց է, ինչքանով էր դա հեշտ անել ու ինչքանով էր հավանական։ Հավանաբար կստացվեր ինչ որ հեշտությամբ։ Որտեվ խնդիրը ինչու՞մ է, եթե ինչ որ բան ֆրանչայզ է դարել ու սիրված է ու հասել է նրան, որ դու իրան ադապտացնում ես, ռիբութ ես անում կամ բան, ինքը արդեն ինչ որ ֆիլտրներ անցել է ու լավ բան է, եթե այդքան է անցել է, իսկ ինքը լիքը զիբիլի մեջ ինչ որ առանձնահատուկ լավ բան է, որ հասել է այդ փուլին։ Իսկ այդքանով լավ բան փոխելով հավանական է, որ դու կփոխես ավելի վատը, շատ ավելի հավանական է, որ կփոխես դեպի ավելի վատը, քան այլ դեպի ավելի լավը։ Որտեվ ինքը արդեն վերևներն է։ Կարևորը նաև կոնկրետ ավելի լավի մասին չի խոսքը գնում։ Խոսքը գնում է ընդհանրապես լավի մասին։ Օրինակ, ասենք, Foundation-ի էկրանավորումը չեմ կարող ասեմ ինքը գրքերից ավելի լավն է, բայց ինքը լավն է ու ինքը բացարձակ հավատարիմ չի։ Դա էլ է շատ դժվար, հավասար լավն էլ է դժվար, եթե դու գործ ունես արդեն իսկ շատ լավ բանի հետ։ Ինքը պրոստը լավն է, հավասարություն ունելու նշանը խնդիր էլ չկա այստեղ։ Հիմա նույն հիպոթետիկ One Piece-ը, եթե ինքը լավն է, պրոստը լավն է, նա իր ասերեսի լավն է, օբյեկտիվորեն լավն է։ Լսի, միշտ կա համեմատություն, հա, որովհետև Cowboy Bebop-ը կարող է, հա, պրոստը լավն է, բայց երբ դու իր կողքը տենում ես ինչ է հնարավոր ու քեզ ինչ են տուլի տանում այդ հնարավորի անվան տակ, ու դու հնարավորը տեսել ես ինչքանով լավը կարա լինի։ Բայց ինքը լավը չի, դա ինքը լավը չի։ Քեզ կցած ես զգում։ Ինքը միջին է։ Նայ, կարևորը նաև ինչ է էկրանավորում, չէ՞, սկզբնաղբյուրն է կարևոր։ Հիմա եթե խոսում ենք Մուրի Watchmen-ի մասին, Սնայդերը տենց մեծ ընտրություն չի էլ ունեցել, ինքը սկզբնաղբյուրը հնարավոր չի տեսականորեն լիարժեք էկրանավորել։ Ու այս դեպքում ինքը իմ կարծիքով շատ ճիշտ է վարվել,
ընդհանուր ինչ որ բաներ վերցրել է, մեծ հաշվով նույն պատմությունն է վերցրել, լիքը ասենք շերտեր կտրել է, մաքսիմալ բարձրացրել է ու տվել այն ինչ որ տենց որպես սուպերհերոսական լավ ֆիլմ կուտվի։ Իմ համար միշտ դա վերադառնում է նրան, իսկ ինչի է արված փոփոխությունը։ Օրինակ Վայիկի բեքգրաունդին նայելով, ինչի է Ֆրանսիս Ֆորդ Կոպպոլան արել այդքան փոփոխություն Դրակուլայի մեջ։ Ու դու միշտ պատասխանում ես, որ այն փոփոխությունը, որը ինքը արել է, այդ փոփոխությունը կինեմատոգրաֆիկ ֆորմատում դեպի լավն է։ Այդ փոփոխությունը կինեմատոգրաֆ ֆիլմի ինչ որ պակաս, որ ֆիլմում չկար այդ էմոցիոնալ մասը, ռոմանտիկան, որը ինքը ավելացնում է, որը գրքում չկար։ Միշտ դու տեսնում ես այդ փոփոխության անհրաժեշտությունը, հա, իսկ երբ դու հարցնում ես, իսկ ինչի են Splinter-ի Ninja Վարպետից, որը ահռելի էպիկություն է տալիս, այնց պրինցիպի անլուրջ կերպարներին, ու այդ էպիկությունը զգալու համար բավականին վերջին ռիմեյք խաղը խաղալ, հա, ինքը շատ ջրիկ հումորով խաղ է էլի, բայց երբ պետք է ինքը ահավոր էպիկ է դառնում, փշաքաղվելու չափ, հա, Wu-Tang Clan-ի ռեպի տակ Shredder-ին ծեծել, բան։ Երբ դու հարցում ես, իսկ ինչի է ինքը չինացի կրիսին սարքել ու ինչի է կրիսը սովորում նինջուցու, չգիտեմ, վիդեոկասետներով կամ տելևիզոր նայելով, չգիտեմ, այդ հարցին չես պատասխանում։ Միակ պատասխանը այն է, որ իրան տենց դզել է։ Ու դա հավալիդ պատասխան է։ Դա առանցքային մաս է, ինձ թվում է այդ կերպարների, որ իրանք տենց ջրիկ դա valid պատասխան է։ Եթե ես պատասխանեի, որ դա անհամեմատ ավելի խոխմա է սարքելու գրաներին, չէ, դա ավելի անհամեմատ խոխմա գրաներին չի սարքելու։ Creator-ին տենց է դուր եկել, չգիտեմ, ինքը տենց է տեսնում, օքեյ։ Որպես ալտերնատիվ, ասենք օրինակի համար կա ինչ-որ ստեղծագործություն, կա այդ ստեղծագործության գլխավոր հերոսները կամ ինչ-որ սյուժետային գիծ եւ այլն, կա այդ ստեղծագործության լորը, ու դու ուզում ես այդ ստեղծագործության ալտերնատիվ այդ նույն լորին մոտ լորով, կերպարներին մոտ կերպարներով, բայց դրան ալտերնատիվ ինչ-որ պատմություն։ Երբ ֆանֆիկի նման, ֆանֆիկը ոնց է գրվում։ Պրիմիտիվացրած ալտերնատիվը։ Չէ։ Հա, Վայկի հետ համաձայն եմ, օրինակ կրյաները ունեն գժական ալտերնատիվ կոմիքս, որը կոչվում է The Last Ronin, որտեղ ալտերնատիվ աշխարհը, որտեղ բոլոր կրյաները մեռել են, մնացել է մեկը։ Բայց հասկանում ես, դու երբ այդ կոմիքսը կարդում ես, դու տեսնում ես, որ ինքը շատ հավատարիմ է այդ կրյաների իդեային, նրան որ Splinter-ը այո նինջուցուի վարպետ է, նրա որ այդ կրյաները հոգու խորքում իրականում մարտիկներ են, ինչքան ուզում են անլուրջ լինեն, հա, ու միկրոսպոյլեր սաղ մնացած գրան, ու առաջին համավերջում է դա պարզ դառնում, իրանցից ամենաանլուրջն է, հա, սաղ մնացածը Մայքին է, որը շատ-շատ լրջացել է իր ոսուցչին ու եղբայրներին կորցնելուց հետո։ Ու դու հասկանում ես ինչքանով հավատարիմ է այդ ալտերնատիվը, ու ինչքանով է ինքը իրականում լավ է։ Այն փոփոխությունները, որոնք այդտեղ արած են, կրաները մեռած են, Splinter-ը մեռած է, այդ փոփոխությունները քեզ թույլ են տալիս բավականին էպիկ պատմություն պատմել։ Հա, ու պատմությունն են չի շատ էպիկ լինի, ինքը ստանդարտ բայվիչոկ է, բայց զուտ այն ֆոնը, որի վրա ինքը պատմվում է այդ փոփոխությունների հաշվին, որ ինքը արել է, իրան սարքում են շատ-շատ լավ է։ Փշաքաղվելու չափ լավ, որտեղ ինքը 100 վականների հետ է խոսում կյաների բան, որոնք ասում են տիպը այդքան մի լրջացի ընդ որում Սեթ Ռոգենը փորձել է մանկական անլուրջ մուլտ նկարի, բայց ինձ թվում է մեկը մյուսին չի խանգարում։ Օրինակ նույն Kung Fu Panda-ում ինքը գեր անլուրջ մուլտ լինելով ու շատ մանկական մուլտ լինելով այդ էպիկությունը տակը կա։ Ընդ որում Kung Fu Panda-ն շատ լավ օրինակ է, թե ոնց սկսեցին շատ ճիշտ ամեն ինչ անել, ու ոնց էր երկրորդ մասում ահա որ ճիշտ ամեն ինչ, ու ոնց երրորդ մասում այդ ամեն ինչ սլից արեցին, հա, լրջությունը հանեցին իսպար, հա, բոլոր թեմաները հանեցին իսպար, պոն ուժեղ կրվող չի, որովհետև ինքը հա չես նպարապել է եւ այլն տաղանդ ունի, այլ ինքը ուժեղ է, որովհետև պանդաների մեջ է ծնվել, իրանք սաղ են ուժեղ, ու միակ լուրջ պահը, որը երրորդ մուլտիկում կա, հա, վաղուց հահելել չեմ վախենա սպոյլեմ, որ պոն վերջում մեռնում է, եթե թողեին դրա վրա, ինքը կլներ էպիկագույն մուլտ ուղղակի, հա,
Բայց չէ, այտենց ոբշի հետո էլի կենթանանում է, սաղ լավ է։ Հрьяաների դեպքում է դա էլի իրանց լավ կերպարներ ու իրան լավ ֆրանչայզ դարձնում, որ իրանք մի կողմից տենց անլուրջ դեռահասներ են ջրիկ, երեխեք են, ու մյուս կողմից անցել են ինչ-որ դաժանագույն ավանդական ճապոնական տրեյնինգ ու դրա հաշվին են այլ մուտանտներից ուժեղ։ Իսկ մուլտում մի կողմից մուտանտներ, մյուս կողմից էլի մուտանտներ, ինչ են սրանք նրանց ծեծում, չէ, տենց լավ չես հասկանում էլի։ Հա, Մենք ասենք շատ խոսում ենք, բայց մարդկանց մոտ կարա տպավորություն առաջանա, որ մուլտը տենց անհաջող էր կամ վատներ, բայց իրականում շատ լավներ։ Չէ, մուլտի ուժեղ կողմերը արտահայտված են ու լավն են, հումորը, երաժշտությունը, անիմացիան լավն են միանշանակ։ Որ ալտերնատիվները կարան տարբեր լինեն, կարա լինի ալտերնատիվ, որը բավականին մոտ է սկզբնաղբյուրին, կարա լինի ալտերնատիվ, որը ահագին հեռու է սկզբնաղբյուրից։ Նույն էլի Foundation-ի օրինակը բերեմ, այնտեղ սկզբնաղբյուրից մենակ հիմնական կոնցեպտն էր պահպանված, մնացած ամեն ինչը իրանք փոխել են։ Բան չեն թողել գրքից։ Բայց ինքը սերիալը, որպես առանձին սերիալ, որ դու դաժե գաղափարել չունենաս գրքից, ինքը շատ լավ սերիալ է։ Ու այ հենց դրա մասին եմ ասում, հենց նինջա կրիաները ինքը հերո Foundation-ի դեպքում երևի ինքը հետաքրքիր է ու լավն է, որովհետև փոխել են ինչ-որ։ Էլ մի լավ կարգին գիրք։ Ոնց որ նոր բլոկվելը տեխնացու կա, հա, Ու Արման։ Ազիմովի բաները միշտ են փոխած, լավ էկրանավորումները միշտ ահագին բան ավելացրած է։ Նույն iRobot-ը ինքը էլի Դե շատ այ է ռոբոտը տարբեր, Լավ, բան չեմ ասում։ էլի կապ չունի Երկիր ու այդ կինո գիրքը որ բառացի նկարեիր, շատ հետաքրքիր կինո չէր ստացվում։ հիմա նույն կրիաների ահագին հերու ալտերնատիվ է, բայց ինքը ալտերնատիվ է։ Մենք այդ ալտերնատիվը որպես առանձին ստեղծագործություն, որը լավն է, մենք ընդունում ենք իրան։ Մի բան ասեմ, իմ կարծիքով այս նոր մուլտֆիլմում առաջնային տեղում դրած էր, չգիտեմ, շատեր ընտանեկան հարաբերությունների վրա կենտրոնացած, ես ամենայն դեպս տենց ընկալեցի։ Ինձ թվում է դրա համար էր որոշ բաներ, թե մարտարվեստներից, թե այդ Splinter-ի նինջաները, այս բաները ինձ թվում է դրանց վրա չեն կենտրոնացել, փոխարենը շատ տվել էին այդ ընտանեկան հարաբերությունները, հայր, երեխեք, բան, ու ինքը էլի հաջող էր ստացվել։ Լսի, հա, բայց ինչով էր խանգարելու դրան այն, որ հայրը պարապացրել է իր երեխեքին։ Հայրը ու պարապացրել է, ուղղակի ու բացարձակապես բոլոր, ասենք, հին կրաներում այդ ընտանեկան բանը շատ ավելի ուժեղ է, որովհետև դրան գումարվում է հա նինջաների կլանին պատկանելու, պահի տակ ահագին լրջություն ավելացնելը, որ մենք համ ընտանիք ենք, համ էլ մենք նինջաների կլան ենք, որը Շրեդերի հետ չունի, Համուսուցիչ է, որտեղ համ անպատիվ հայր է, տական կա իսկ Շրեդը։ այս մուլտում մենակ հայր է ըստ էության։ Հա, հայրը, որը երեխեքին տենց մի քիչ վիկենդներին կարատե է սովորացրել տելևիզորով։ Այստեղ տարբերությունն է նա, որ ինքը երեխեքի հետ զուգահեռ սովորել է։ Էտա, ու ինքը Այդ դեպքում ինչի երեխեքի այնքը ուսուցիչ է, էլ հասկանալի չի միասին պարապել։ ինքը ուսուցիչ չի, ինքը ուղղակի հայր է։ Հա, ասեց կարող եմ ես նեղացնել փողոցներում, եկեք պարապենք միասին, այդ տենց Հա, մի բան։ օքեյ, ժողովուրդ, ինքը լավն է, հարց չունեմ, ու ինքը Չասեց բնականաբար իրավունք նեղացնել։ ունի լինի, բայց էլի միշտ պետք է հարցնես, ինչի է արած փոփոխությունը, այդպես պավիպենդրիվը, թե որ օրինակ քեզ կրեատիվ նայեն, որ դու ուրիշ ձև ես արել, թե դա հետապնդում է ինչ-որ բան։ Ստեղ Որում ես չեմ տեսնում, որ դա այդքան ինչ-որ բան հետապնդի։ այդքան diversity-ից են խոսում, այդքան diversity-ից են խոսում ու սաղ այդ ճապոնականությունը հանել են, ինչ որ ձևական բան են թողել, որ չինական ակցենտով է ուղղակի խոսում, բայց սաղ տակի լրջությունը հանել են, մշակութային diversity-ին վերացրել են լրիվ։ Բակ Splinter-ը չասեց մեզ կնեղացնեն, ասեց կարող է մեզ բռնեն կթեն։ Հա, ու կտես հա, ամեն ինչ անլուրջ է Սեթ Ռոգենի մոտ, ինքը նույնիսկ մի Բայց վայրկյանով իրականում չի խնդալու կարող էր։ լրջանա։ ինձ թվում է իրանք պրոստը նոր ճյուղ են բանանում, ձևավորում, ոնց որ Նիկելոդեոնը մի քանի հատ վարիանտ է բանանում ու նայում,
հնարավոր է ասենք կրյաների մասին ալտերնատիվ ինչ որ պատմություններ ունեն Ռոնին ընդեղ առանձին էկրան Լսի, նախորդ մի հատ մուլտիկ կար, բավական կայֆներ Netflix-ի վրա։ Որ բանն էին, բոլոր կրյաները միասին էին, բոլոր տարբեր Որ վերսիաներից։ սուպեր կարողություններ ունեն, բան, ինչ որ ապագայից մեկը գալիս է։ Մի հատ կա, որ բոլոր Մենք վերսիաները ալտերնատիվ աշխարհներից միասին են։ Այդ հին Հա, մուլտից, չէ, այդ նոր մուլտից։ չէ, մի հատ մուլտիկ 3D մուլտիկ կարելի բավականին լավներ, բայց մի հատ 2D մուլտիկ կա հիմա Netflix-ի վրա, էլի ահավոր լավն է։ Եկել կրյաները Ապագայում Բեթմենի դեմն է շատ լավը։ ապագայում համը հելնում է, ապագայից ոնց որ кейսին է փախնում հետ, որ ապագան փոխի, թե ինչ, բավականին կայֆ մուլտիկ է։ Ու գրաները այդտեղ սուպեր կարողություններ ունեն, ու դու հասկանում ես այդ փոփոխությունը rule of cool է, հա, հետապնդում։ Իրանք էլի նինջաներ են, բայց հիմա սուպեր կարողություններ ունեն, դա բավականին cool է նայվում եք։ Չէ, ժողովուրդ, հաստատ Ռոգենի արածը իրավունք ունի գոյություն։ Որտեղ Ռոգենը ստեղծագործող մարդ է, դա ուզել ցարել, հա, մարդիկ կան ծխում են, ոչ մի բան չեն անում, ինքը ծխում է ինչ որ փոցեր է անում, որ սաղին դուր են գալ։ Հետո իր թիրախը երեխեքն են եղել, դա ակնհայտ է։ Սենց լուրջ քննարկելը էլի երևի անշնորհակալ կարծել է հետերի կողմից։ Հա, Բայց պետք է դե նայես կարար երեխեքին երեխեքին դուր եկել է, համար թե կունգ ֆու պանդայի նման աներ էլի, որ այդ տակից լրջությունը արդ մի քիչ սենց երևար։ հա, որտեղ մենք կունգ ֆու պանդան, որ տարիքում էլ նայես, քո համար ունեն սուրս, ինչ լավ բան եմ նայում, տպավորություն է թողում, թե առաջին, թե երկրորդ։ Մենք ընդհանուր թեման ենք քննարկում, որտեղ այս թեման շատ է եղել քննարկվող։ Rings of Power-ից առաջ այն ժամանակ, երբ որ տրեյլերներն էին ցույց տալի, կռիվներ էին կանում Facebook-ում, ասենք ես էի հիմնական կռիվ անողը, ասում էի, որ եթե ինքը որպես սերիալ առանձին, որպես սերիալ լավը լինի, կապ չունի ինքը հավատարիմ է թե չէ։ Բայց ինքը ոչ միայն հավատարիմ չէր, ինքը նաև որ առանձին վատ սերիալ է, պրոստը վատն է։ Եթե ինքը հավատարիմ չլինելով լավ սերիալ ուներ, ոչ մի խնդիր ես չէի տեսնում։ Բայց շատ ֆանատներ նաև այդ դեպքում են խնդիր տեսնում, օրինակ Հոբիթը, որը այդքան էլ հավատարիմ չի սկզբնաղբյուրին, ահագին հերվածած պահեր ունի, ինքը լավ տրիլոգիա է իմ կարծիքով, բայց ասենք Թոլկինիստները այդքան էլ չեն ընդունում, այնց է դա հարցը, ինչն է պատճառը, ինչի են իրան գրական գործեր կան կամ չգիտեմ, անպայման չի գրական գործեր։ Սկզբնաղբյուրներ, գրական գործեր կան, որոնք չգիտեմ, դիցաբանացվում են, երևի ճիշտ տերմինը կլինի, հա, մարդկանց համար դառնում են այն, ինչ մարդկանց համար սրբազան միֆերներ հին վախտերով, հա, Հերակլեսի մասին եւ այլն։ Հունաստան գեղմտնը իր Հերակլեսի մասին պատմություն պատմեիր, որտեղ սետ պրոգենություն անեիր կամ Rings of Power անեիր, լավագույն դեպքում քեզ չէին կերակրի, որպես տենց թափառական պատմիչի։ Վատագույն դեպքում, չգիտեմ, մաշկդ կարային քերթեին, օրինակ, արքան ասեր, իսկ գիտես, որ ես Հերակլեսի պատոմիկ եմ, հա, ու դու իմ նախնիի մասին ես չեր ես պատմում, մի հատ տարիստ է։ Դա կպրծներ վատ։ Ու գրական գործեր կան, որոնք շատ տարբեր պատճառներով, հա, իրանք մարդկանց կյանքում ինչ որ մետաֆիզիկ սրբության չասեմ, բայց մետաֆիզիկ կոթողի դեր են, հա, սկսում կատարել։ Իրանք երբեմն շատ լավն են, երբեմն ու կարող այդքան էլ լավը չլինեն, բայց սովորաբար իրանք լավն են լինում, թե չէ այդտեղը չէին զբաղացնի։ Ու շատ լավ օրինակ է, հա, Lord of the Rings-ը, շատ լավ օրինակ է Star Wars-ը, ու երևի մտածես էլի օրինակներ principi կգտնես, ու կանոնից շեղվել է, դա ոնց որ Մարտին Լութերը միջնադարում ասեց, որ կաթոլիկները սխալ են, հա, չգիտեմ։ Բերեց մի քանի շատ արյունալի պատերազմների հետ։ Հիմա այդքան ուժեղ չի, բայց նույն բանն է։ Կոմունիկի համար չեն քերթում կաշին Թոլկինիստները, այլ դաժե կարդում են, դաժե հետաքրքիր է։ Ինչի համար։ Ըստ էության ֆանֆիկեր է գրում, որոնք կանոնից հեռու են։ Ինչի համար չեն քերթում ու Նիկ Պերում
Նիկ Պերումով Նիկ Պերումովին դաժե ինչ-որ պահի քաշքշուկ ա եղել, ծեծել են Ռուսաստանում։ Նրա համար ինչ ինքը անում է։ Դենց որ չէ, լավել չեն սիրում ու տանել չեն կարա ու մի քանի տեն շատ ուժեղ թե ինտերնետային Հոլիվարը գնացել, թե այդ Հոլիվարը ռեալ է, նաև թափանցել զանազան ռալիվի խաղերում, որտեղ Պերումովի կարդացողները շատ չէին սիրում Պերումովի չկարդացողների ու դե ռալիվոյի խաղա մարդկանց ձեռը ինչ որ փեդից թրեր են, սկսում էին կանոնները իգնոր անել ու իրար պիզդից անել այդ թրերը։ Ուշ գիշերը տուն գալուց զգուշանում է տոլկինիստները չբռնեն։ Հա, Պերումով կարդացողը տենց ուշ գիշերը տուն գալուց սկսանում էր էլֆերը զասադա արած չունեն, զասադից չանեն, հա։ Չէ, դե օրինակ Չէ, Rings of եղել է Power-ը շատ նույնիսկ լուրջ։ եթե հանճարեղ լիներ, մեկը այդտեղ ոնց որ այդ պահը կա էլի որ գցում են քեզ։ Սա Նույն գովազդային արժևը նույն նվը հոլիվարները եղել են, երբ էլի ֆանֆիկ էր, ռուս հեղինակների համույթ էր, հիմնականում մի հեղինակուհի էր, լսի, ես իր ածականն եմ հիշում, Յաննա, վալարներից մեկի անունով, իր անունը չեմ հիշի, ու ինքը գրել էր շատ տենց երկար ֆանֆիկ Մորգոթի տեսանկյունից, հա, ու Մորգոթին տենց տիպը գնոստիկ կայֆերով ճիշտ էր հանում, իլու վաթարի դեմն բոստ, վան նаш չիլավեկ, Էդ էլ բերեց լիքը հոլիվարների, այդ թվում մետաֆիզիկ, ինչ որ չգիտեմ, շատ էին խորանում, արդեն իրական գնոստիկ աղբյուրներից օրինակներով եւ աստվածաշնչյան իրար պիզդից էին անում ֆորումներում։ Արդյոք ինքը ճիշտ է, որ Մելկորը ճիշտ էր, թե սխալ է, թե ճիշտ է, բայց սխալ պատճառներով։ Ինչի են ֆանատներն ուզում, որ իրանց սիրած ստեղծագործությունը տես քային վրա փորագրված կարծրացած մնա ու շարունակություն չունենա ու զարգացում չունենա։ Լսի, այդ հենց դրանից է, որոշ ստեղծագործություններ, եթե մետաֆիզիկ դեր են սկսում քո կյանքում խաղալ, դու քո identity զգալի մասը կապելու ես այդ ստեղծագործության հետ։ Tolkienist-ը, հա, տենց խիստ խորացած Tolkienist-ի identity զգալի մասը կապված է Tolkien-ի հետ։ Որոշ դեպքերում ինքը լրիվ ռեալ հավատում է, որ վալարները կան, էլֆերն են ուրիշ մոլորակ են գնացել։ Ոնց ինձ Tolkien-իստներից մեկն էր մի անգամ բացատրում, ռակետները նստել թռել են Վալինոր սխեմաներով, բան գծիկներով, որ այսենց թռել է, առաջ Վալինոր մեր երկրի վրա էր, հիմա կոսմոսում։ Ну, в общем, հա, ու չգիտեմ, ոնց տափակ երկրացին չի սիրում, որ իրան կլոր գունդ են դեմ տալիս։ Իր identity-ն կապված է իր տափակ երկրի հետ որոշակի չափով, հա։ Նույնձև եթե գրական գործ, ու դա կարող է լինի լավ գրական գործ, ի տարբերություն տափակ երկրի, շատ պոզիտիվ դեր է խաղա, հա, մարդու կյանքում։ Չգիտեմ, տանի իրան դեպի բարին լուսավորը հավերժը։ Բայց երբ դու ինչ-որ բան տեղ փոխում ես, դա էլ չի տանում իրան դեպի լուսավոր ու հավերժը ու ինքը սկսում է քեզ շատ ուժեղ չսիրել։ Չգիտեմ։ Պատկերացրա Դիսնեյի հիմա ֆիլմ հանի, որտեղ Դարթ Վեյդերին ճիշտ հանի։ Չգիտեմ, կարող է եւ լավը դուրս գա։ դե հա մարդիկ չեն ուզում որ Բայց Հոլիվար կլինի։ մարդիկ չեն ուզում որ կարծրացած մնա, ուզում են ուղղակի որ նորը չհակասի այդքանով հնին, հատկապես եթե հակասում են բանին, ինչի համար սիրում են ի սկզբանե։ Օրինակ իմ Երբ դու հա դեպքում ես Մորգոտին լավն ես հանում, այդ ոնց որ սաղեությանը հակասում է, սա ու մի հատ էլ ասում ես, այս նույն աշխարհում է տեղի ունենում։ Rings of Power-ի հեղինակներին հարցնում են, այս Պիտեր Ջեքսոնի կինոների աշխարհում է, ասում են, հա, ավելի շատ հա կան, չէ, այդպես դուխով չեն ասում, որտեվ Это еще что? Օրինակ Կիրիլ Եսկովի մոտ, որը ռուս տենց կենսաբան գիտնական է ու բավական կայֆոտ գիտնական է, չեմ հիշում ինչ էր ինքը հենց ուսումնասիրում, բայց տենց գիտական մեթոդի թունդ չատակով եւ այլն, ինքը գրել էր կալցիոմի գիրքը, վայ թե կալցիոմի էր կոչվում։ Հա, ուտեղ ասում էր, որ Մորգոթը տեխնոգեն ցիվիլիզացիա է, էլֆերը մոգական ցիվիլիզացիա են, մոգական ցիվիլիզացիան տեխնոգեն ցիվիլիզացիա չի սիրի, որտեղ մի հատ պուլիմոտը ավելի շատ մարդ կարա հնձի, քան քո կախարդական թուրը, հա, ու ասում է, քանի Մորդորը տենց ուշ
չի հավաքել, այտենց թեթև գենոցիդ են անում, որ չհավաքի էլ։ Ու Եսկովի մոտ Մեսնե Արագորնը, Մեսնե Ստալինն է, էլի, այտենց ռաստրելներ, բա։ Ուշագրավ է կարդացվում գիրքը, ամանավանդ գրքի առաջին մասը, հետո ինչ որ Պեչեն ու բաղերն է Եսկովը մտնում, բայց լավ գիրք է իրականում։ Ու այդ գիրքն էլ է հոլիվարները բերել վախտին բավականին ուժեղ։ Հիմա որ ասենք Թոլկինը հայտնվի է ինչ որ ալտերնատիվ աշխարհում, որտեղ Թոլկինը ուրիշ ձև է գրել բանը մատանիների տիրակալը, ինքը ընդեղ էլ է, չէ, հոլիվար անվելու։ Միանշանակ։ Ասել է մատանիների տիրակալը։ Ու իրան ընդեղի Թոլկինից ծեծելու են, ասելու են, ինչ հերետիկոս է եկել, ինչ է ասում։ Հա, բայց ինքը կարող է այդ աշխարհը ընկնի, ասի ձեր մատանիների տիրակալը այնքան էլ ավ չի։ Ես իմի ֆանտում եմ, կարող է աշխարհը ինքը ֆան չդառնալ։ Պատկերացրա դու, չգիտեմ, ծնվել ես քրիստոնեական ընտանիքում, մեծացել ես քրիստոնեական ընտանիքում ու այդ մեծանալու ընթացքում ոչ մի հոգևոր ու ֆիզիկական տրավմա չես ապրել քրիստոնյա լինելուց, շատերը ապրում են զանազան կաթոլիկ դպրոցներում, դու չես ապրել, դու համարում ես, որ դա ճիշտ է, լավ է եւ այլն, մեծացել ես, չգիտեմ, Կիրակի եկեղեցի գնալ, ամեն հաց ուտելուց առաջ աղոթել, բան, հա, ու մեկ էլ ոմն Անտոն Լավեյ սատանայական բիբլիա է գրում, որը ֆանֆիկ է, հա, ասեցի։ Ու ասում է, սա ճիշտ է, տղեկ, ու ինչ-որ ժողովուրդ ասում են, հա, դա ճիշտ է, բան, Լավեյը պլաստմասից պոզեր է հագնում, խորանին տկլոր աղջիկ է դնում ու կինո է հանում նրա մասին, ինքը իրոք տենց կինո հանել է, как хорошо у нас и как все плохо у христиан։ Բարձր որ ջղայնանալու ես, չէ, ինչ որ ցույցեր ես անելու, բան, ինչա կատարվում, աշխարհի վերջն է։ Բայց ստեղ ինձ թվում է կարևոր է նաև այդ էկրանավորողի տաղանդը, էլի, հա, այսինքն ինչքանով է ինքը կարողանում նորմալ որակյալ էկրանավորում տա, որովհետև վերջերս մենք ունեցանք Sandman-ի կոմիքսների էկրանավորում, որը սենց բառացի տառ էկրանավորում էր, բայց պարզվեց, որ Sandman-ին տենց բառացի էկրանավորեց, ինքը տենց այդքան է հետաքրքիր չի դառնում, հա, որովհետև ինքը կոմիքսային ֆորմատի է։ Մհեր, դու կոմիքսը կարդացել ես։ Բառացի չէ, ինքը բառացի, ինքը մեկին մեկ սցենաները էկրանավորել է, բայց կոմիքսային ֆորմատից երբ որ տեղափոխում ես նույնությամբ էկրանին, ինքը տենց շատ հետաքրքիր չի դառնում։ Նույնությամբ չի տեղափոխել, ինքը առանցքային բաներ փոխել, առանցքային բաներ հանած է մեջից։ Հետո առանցքային բաներ իրանք նենց են հանել մեջից։ Ոչ որ նիսուրազնի բան է դառնում արդյունքում։ Դու նայում ես սերիալը ու դու չես հասկանում ինչի մասին է, այս ինչի համար է ամեն ինչը։ Դե որովհետև երբ որ դու նույնը կարդում ես կոմիքսներով, նկարները տեսնելով, մեկը մյուսին կպցնելով, քո մոտ լրիվ ուրիշ տպավորություն է ստեղծում։ Նույն տեսարանը նայում ես սերիալային տարբերակ, արդեն այդքան էլ հետաքրքիր չի նայել։ Լավ, եկեք 10 րոպե ընդմիջում անենք ու վերադառնանք։ Վերադարձանք։ Մեր շարունակի։ Կանգնեցինք Sandman-ի վրա, ես կոմիքսներս լրիվ հանել եմ, որ դարմատեմ ձեզ։ Ավելի։ Sandman-ի էկրանավորման հետ կապված ինչ է ուզում ասեմ, ես տենց ահագին սպասում էի, Neil Gaiman-ը անընդհատ ինչ-որ ասում էր շեդևր է ստացվել բան, ու նայելուց սենց նայում ես լրիվ տեսարաններ են ինչ-որ կոմիքսում կա, նույն տեսարանները կադրերով սերիալում կա, բայց որ այդ բոլոր կադրերը իրար ես կպցնում, что-то նույն միտքը չի ստացվում, ինչ որ կոմիքսներում էր։
Նույնիսկ ես չէի հավատում, որ այն Ջեմանի հետ կռիվը հիշում եք առաջի գրքում Խարանզոնի հետ կռիվը նույն ձև էկրանավարած կլինեն, բայց լրիվ նույն ձև համարյա արել էին, բայց միտքը вообще նույնը չէր ստացվել։ Որով նախ եւ առաջ Լուցիֆերին էին փոխել ու Դեվիդ Բոուի տեղը բերել էին Game of Thrones-ի այն բոյով ծյոտկային։ Վենդոր Ու ես շատ ուզում էի, որ Sandman-ը լավը դուրս գա, գիտեք, բայց առաջին էլի Sandman-ի գրքում մի հատ շատ տպավորիչ համար կա, որը տեղի ա ունենում Diner-ում։ Այն որ մարդկանց մտքերին աստող մանյակը մեկ սկսում է իրանց մտքերին իրոք ազդել ու вообще տեսել եք։ Okay, ու կա պրոֆեսիոնալ Sandman series-ում դա նկարած ու YouTube-ում, չգիտեմ, $20 նկարած ֆեների վերսիան կա։ Ու չգիտեմ, $20 նկարած, չգիտեմ, $2000 են ծախսել, $1000 են ծախսել։ $20 նկարած ֆեների վերսիան անհամեմատ ավելի լավն է, լավա փոխանցում ինչա տեղի ունենում է Diner-ում ու ավելի շատ է սկզբն աղբյուրը հարգում, քան թե Game-ի գլուխ գոված Netflix-յան էկրանավորումը, որը ինքը որպես հեղինակ կուրիերով է արել։ Ու դա շատ մեծ խնդրեմ է, երբ դու professionally նկարում ես ավելի վատ, չնայած եւ ավելի թանկ, չնայած եւ ավելի շատ ռեսուրս ունես, չնայած եւ Game-ը նկողք տա ու կուրիերով է անում, երբ դու ավելի վատ ես այդ ամեն ինչ անում, քան ինչ որ մի քանի ֆեն նկարել են, չգիտեմ, վարձով վերցրած ինչ-որ իրական Diner-ում, ու կստացի իրական ծիծիկներ ցույց տալով լիարժեք, քան այն ինչ ունես դու։ Ու դրանից հետո կապտը մի երկու սերիալ նայեցի, հետո ես ոչ մի բան դեմ չունեի, որ մահը, լինի սև աղջիկ, բայց այնքան ավելի շատ սև դերասանուհի կա, որ ավելի լավ է կխաղար, այն Ատլանտայի աղջիկը օրինակ ինչ լավ դեթ կլներ։ Բերել էին, չգիտեմ, ինչ որ շատ, չգիտեմ, նեյտրալոտ ծոցա, որը քեզ փորձում էին ասեին, որ այդ խարիզմատիկ դեթն է եւ այլն։ Այդ նոր դրանից հետո չնայեցի, կիսատ թողեցի, ասում են մի քանի լավ սերիալ կա, բայց տենց էլ չնայեցի, հավես փախավ։ լավ սերիալներ կան առանձին, բայց ինքը ընդհանուր չի ձևավորում ինչ որ մի հատ ընդհանուր պատմություն, որը դու հետո կարող ես պայտակ փորձես հիշես, կամ ինչ որ բան այդ պատմությունից փորձես քաղես, չի, ասենք ինչ հետաքրքիր պատմություն էր, ոնց սկսվավ ու ոնց ավարտվեց։ Ինքը դες բանի չի հանդիպում, ինքը ինչ որ իրարից առանձին սումբուր բաներ են ստացել։ Բայց արդարության համար ասենք Մորֆեոսի դերասանին լավ էին ընտրել։ Ինձ կաստը ջղայնացրեց։ Որը հիմա ինչ որ ասում էին spin-off են անելու բան։ Սատանը вообще միս կաստ էր, չնայած դերասանուին լավն է, բայց այդ դերը իրանը չէր, вообще իրա դերը չէր։ Նա ինձ թվում է, գիտեք ինչ, ինձ թվում է, եթե դու ալտերնատիվ ես անում ինչ որ պոպուլյար ստեղծագործության, դու պետք է ահավոր տաղանդավոր մարդ լինես։ Դա ամենակարևորն է, եթե դու իրոք ասում, ես էլ եմ դա ասում։ Օրինակ, լավ օրինակ է, հրաշալի օրինակ է Ալան Մուրը։ Ինքը բազմաթիվ կանոնիկ կոմիքսային ստեղծագործությունների ալտերնատիվներ է գրել, որոնք դաժե այդ կանոնիկ ստեղծագործություններից լավն են։ Ինքը Lovecraft-ի ալտերնատիվներ է, որոնք Lovecraft-ից լավը չեն, բայց Lovecraft-ին արժանի են լրիվ։ Լսի, ինքը Lovecraft-ից Lovecraft-ային բաներ ա գրել, հանած լիարժեք հանած Lovecraft-ի ռասիզմը։ Հա։ Ստացվել է ավելի լավ չոտը։ Բացահայտելով Lovecraft-ի թաքնված սեքսուալիզացիա, որ բացահայտելով Lovecraft-ի ֆոբիաները, բացահայտելով բավականին ասեքսուալ եւ հետերոսեքսուալ,
Lovecraft-ի կինը հուշագրում թե ինչ որ նամակագրության մեջ, որ հա Lovecraft-ը որպես տղամարդ նորմալ իր բավարարում է, բայց իրան հետաքրքիր չի սեքսով զբաղվելը, ասենց ասեմ։ Պետքա անում է։ Մուրը դա էլ է, հա, բացահայտում, թե ինչքանով է խորը Lovecraft-ի մեջ դա ռեպրեսված ու ոնց է արտահայտություն գտնում, հա, իր գրածի մեջ։ Գումուրը դա լրիվ անջրեր է։ Մուրի նկարել չէ հավաք ալտերնատիվ, կարանք համարենք, միաժամանակ կարանք համարենք, որ իրան համալտերնատիվը համալտերնատիվ չի, բայց հա, իրա, չգիտեմ, իրա, ասենք, Բեթմենը, որը կսած ինքը չի սիրում ու ինքը տենց երբ կոմիքսներ սկսեց շատ ուժեղ չսիրել, ասեց Բեթմեն բառը։ Իրա Բեթմենը շատ լավն է։ Ու հա, ինչ որ բաներով ինքը նման չի մնացած Բեթմեններին, մնացած ջոքերներին։ Ինքը ալտերնատիվ պատմություններ է գրել Բեթմենի մասին, Սուպերմենի մասին, ու պրիտոմ իր ալտերնատիվ, այսինքն պետք է տաղանդավոր լինես, որ դու կարողանաս այդ կոնկրետ հերոսին վերցնես, տեղավորես ուրիշ միջավայր ու իրան համար լրիվ լսի փոխելուց դու պետք է հասկանաս ինչն ես, ոնց որ արդեն ասեցի ինչն ես փոխում ու ինչի ու ինչ կարևոր դեր է դա օրիգինալում կամ կարևոր չի։ Ստես Ռոգանը դա այդքան էլ չի հասկացել։ Ինքը նույն Բեթմենին օրինակ հեռուստացույց նայելով սովորած չի դարձրել, չէ՞։ Ինչ որ առանցքային բաներ չի փոխել։ Հա, համաձայն, հա։ Եթե հերոստացույց նայելով սովորած դարձնել ինչ որ մի բանի ինչ որ մի իմաստ ունի, ինչ որ նպատակ է հետապնդել, դա ուրիշ բան։ Այսինքն եթե դու չգիտեմ, super power-ը ստանում շարժումը նայելով, հետո այդ շարժումը շատ չոտքի կրկնել, հա, հերոստացույցով սովորելը, հետո այդ super power-ի կերպարային լավ զարգացում է։ Բայց լավ, եկեք при этом ժողովուրդ, ու при этом Ռոգանը տաղանդավոր է, հա, ինչ որ չափով ու իր մոտ մեկը լավ է ստացվել այդ ամեն ինչից։ Բայց այդ այլի բաժանում ուղակի տաղանդավոր մարդուն, չգիտեմ, մուրի նման հանճարեղ մարդուց, որը ինչ որ բան փոխելուց ինքը շատ լավ է գիտակցում, ինքը խի է փոխում։ Հա, ինչ է Ռոգանը լավ կոմեդիաներ է նկարում, տաղանդավոր է որպես կոմեդիա գրող ու նկարող, բայց այդ լրջությունը միջի չի զգում էլի։ Ինքը Green Hornet-ում էլ նույն խնդիրը ուներ, որ սենց 100%-անի կոմեդիա էր իրան սարքել։ Հերոսի մեջ ոչ մի ինչ որ սենց հերոսական բան չկար։ Բայց այդ Միշել Գոնդրիի մեղքի չէր։ Դե հիմա։ Չէ, ինձ թվում է ծխծրել էր սաղին այդտեղ։ Ինձ թվում է Ռոգանի մասնակցությունը այդտեղ կար, որտեղ ձեռագիրը զգացվում է համատեղ համ։ Դու ցանկացած Ռոգանի մասնակցության պրոյեկտում շատ չոտքի կարաս ասես, որտեղա ինքը մնացած քաստին ծխծրել։ Օրինակ Ֆաբելմաններում գիտես, որ ինքը կրեատիվ շատ քիչ մասնակցություն է ունեցել ասենք։ Ռեսկա անդուրջ է ամեն ինչ դառնում, շատ չոտքի գիտես, երբ ինքը պլանը բերել Սյոմիչնի պլաշատկա։ Սասիսկիների էպիզոդ, Սասիսկիների մուլտիկում միշտ է եղել, չէ՞ բանը։ Դեն դեմից է եղել։ Ֆաբելմաններում բերել է երևի Սպիլբերգը ասել է տարես, դուրջ կինո ենք ասել է լուրջ կինո ենք հանում, յան դուր կհանենք կծխենք։ Սպիլբերգը չի ծխում, բազմիցս ասել։ Հա, ասել է չես բերել արա։ Փեմենտոմիում էլ է բերել հաստատ։ Ես մի հատ լավ օրինակ բերեմ էկրանավորման, որ սենց իմ համար կոնկրետ էմոցիոնալ համարյա նույն զգացումներն է տալիս, ինչ որ օրիգինալը կար տալուց։ Ինչ? Ոչ հավատարիմ։ Գիտես ոնց, հավատարիմ, բայց ինքը ոչ թե տենց բառացի փոխանցումը նկարածա, այլ ինքը այդ էմոցիոնալ բանն է քեզ տալիս, այսա չստամ իմացեք, որի մասին եմ խոսքը։ Պրոյասի։ Ինքը լավն է։ Չգիտեմ ինչքանով է հավատարիմ կոմիքսից տեղյակ չի։ Ես չեմ կարդացել։ Չկանգնեմ ահագին փոխած է իմիշ։ Որպես կինո շատ վաղուց թե նա ահագին է փոխած ու կինոն էլ
ինչ որ ներում հեղինակը ոնց որ իր այդ դժբախտ դեպքա պատահել իր նշանածի հետ, ինչից հետո ինքը գրել է այս կոմիքսները ու ինքը կոմիքսները տենց ավելի շատ էտոնալ մակարդակում է, էլի ոնց որ Leftovers սերիալը ու համարյա նույն ձև ֆիլմն է փոխանցում, չգիտեմ, կարող է այդ կապված է նրա հետ, որ Բրենդոն Լին էլ մահացավ նկարահանումների ժամանակ։ Դա ամենա վերջում էր նկարահանումների, չէ, ֆիլմը ինքը իրանով շատ լավն է։ Ալեքս Պրեսը հրաշալի ռեժիսոր է ժամանակին, բայց հետո ինքը ուզում էր բանը պատերին ռայը նկարեր, էկրանավորեր իր ուզած ձևով, բայց ստուդիաները իրան թույլ չտվեցին եւ այլն, ինքը ոնց որ կոտրվավ դրանից հետո, ասենք Դել Տորոն չկոտրվավ, ինքը կոտրվավ, էլի, մարդկային տարբեր մարդկային բան։ Ու սկսեց ինչ-որ դիշովի բաներ նկարել։ Բայց ասենք ինքը Ինչ? Միլտոնի պատերին ռայը։ Ահա։ Ինքը Միլտոնի պատերին Ֆիլադելֆիայի քրիկեթի նման կոտրվավ, էլի։ Ինքը կոտրվավ, չոտքի քրիկետի նման կոտրվավ բան։ Սկսեց ուտելիքի համար։ Ասենք Դել Տորոն էլ նույն դրա մեջով անցավ, բայց չկոտրվավ մարդը, առաջ գնաց, բայց չկարողացավ այդ տանի։ Իմ կարծիքով լավ, որ հավատարիմ չի սկզբնաղբյուրին, բայց ինքը փայլուն էկրանավորում է, բանն է, Կարպենտերի Թինգը։ Ինքը հավատարիմ չի Դվայնով, որտեղ ինքը ոչ պատմվածքին է հավատարիմ Կեմբելի, ոչ էլ այդ պատմվածքի առաջին էկրանավորմանը, որի համել ինքը դրա ռեմեյք է։ Կարպենտերը լրիվ ուրիշ պատմություն է պատմում։ Լրիվ ոնց որ Հերցոգի Նոսֆերատուն։ Ոչ հավատարիմ էկրանավորման ռեմեյք։ Ու ինքը լրիվ ուրիշ շեշտադրումով, ուրիշ բաներ, ուրիշ ուղղությամբ է տանում պատմությունը։ Ոնց որ 50-ականների այդ բանից, այլմոլորակայինների սարսափից բանից ինքը ավելի շատ կենտրոնանում է 80-ականների այդ միավի նկատմամբ վախի վրա, հիվանդությունների եւ այլն, սեռական ճանապարհով փոխվող ու այդ սասպենսն է տանում։ Ասենք ոնց է, այն ժամանակ որ միավը տարածվել էր, ջահելության մեջ դες պարանոյա կար, չէ, որ ասենք ես մեր խմբում որ մեկը տենաս վարակված կլինի, բան, այդ պարանոյան Քինգում ինքը լավ ցույց է տալիս։ Հա։ Բայց էլի ոնց որ ասեցինք, այդ է բաժանում, չգիտեմ, ուղղակի տաղանդավոր մարդուն, որը հա creator-ը, սաղ փոխում է, բայց քրեն знает ինչն է ջարդում փոխելուց։ Մարդուց ով շատ գիտակցաբար է հասկանում ինքը ինչն է փոխում ու ինչի ու դա ինչա ավելացնելու իր գործին։ Հա, այսինքն 82 թվին նկարի 50-ականների նման կինո այլմոլորակայինների վախի մասին ինքը այդքան հետաքրքիր չէր, որտեղ այդ ժամանակ դա արդեն ակտուալ։ Ոչ մեկ էլ չէր վախում։ Հա։ Սաղ գիտեին, որ Men in Black-ն է կառավարում ամեն ինչ, չկա վախենալ։ Ես տենց off top եմ, ես տենց իմ սիրած հոլիվուդյան պերսոնալիթիներից մեկը Դեն Էյքրոյդն է, որը համ այլմոլորակայիններ է տեսել, համ Men in Black-ի հետ է շփվել։ Շատ ուրախ հաղորդում էր, չէ, ուներ տենց պարանորմալ վավերագրական երևույթների մասին էր պատմում։ Ուրախ ձայցկա է ինքը շատ, ինքը լրիվ սրտի խորքում համոզված է, որ իրան իր ապու պապիկի ուրվականն է ոգեշնչել Ghostbusters-ը գրել ու հայտնի ու հարուստ դառնալ, ինչի հաշվին ինքը այդ մարդու տունը չի ծախել, պահել է։ Լրիվ վերածվել է Ghostbusters-ի Bill Murray-ի կերպարին, որ տենց մի հատ հաղորդում էր բարի։ Հա, ինքը լավն է, խարիզմատիկ է, լավն է, բայց տենց շարքի զարոլիկի է ինչ-որ բան արել, տենց շատ լուրջ պատմում էր, ոնց են իրան սևազգեստ մարդիկ հետևում, շատ ուրախ է իրան լսելը մեկ-մեկ։ Էլի օրինակներ կան, ոչ հավատարիմ։ Լավ օրինակ է Never Ending Story-ն, որ կուլտային ֆենտեզի կինո է, շատ սիրված ֆենտեզի կինո է, բայց գիրքը կարդացած մարդիկ մի մարդու նման ասում են հեչ բանակին։ Հա, հեչ բանակին։ Չէ, Միքայել Լենդեն ահավոր չէր սիրում էկրանավորումը, դաժե դատի էր տվել, որ պարտվել էր ոնց որ թե կինոշնիկներին,
բայց սենց ասեմ կինոն ծխող մարդու գիրքն է տվյալ դեպքում, ուղղակի գիրքը այնքան լավն է, այնքան հանճարեղ գիրք է, որ դաժե կինոն է հանճարեղ լավ է էլի ստացվել, ինչքան էլ չեն կտրել, ինչքան էլ երկրորդ ամենակարևոր մասը ցելիկոմ չեն հանել, ինքը մեկա շատ-շատ լավ կինո է ու լիքը մարդու մանկության Կստати Princess Bride-ն էլ է տենց, ինքը ահավոր կրճատած է, գրքից ահավոր կայֆ մասեր հանած է, ու ինքը Բայց մեկա կրճատած է, զարհուրելի չէ, կայֆ։ փոխած չի։ Հա, տվյալ դեպքում հա, շատ հավատարիմ է, ուղղակի Իսկ լիքը այն բաներ լավը ինչ հանած։ կա կինոյում գալիս է ուղիղ գրքից։ Դե լսի, ընդեն էլ է տենց, ընդեն էլ է ահավոր ուղղակի ինքը կրճատած է, բայց այն ինչ կինոյում կա, գրքում էլ կա։ Պրոստը ընդեն ասում է շատ կարևոր բաներ, ամենակարևոր բաները հանել եք էլի, տենց չէր դզեի։ Առանցքային փոխած լինի, լավ էկրանավորում, բայց Լրիվ ինքը Ալան Մուր մոդ էր մտել ու տենց շատ չէր սիրում էկրանավորումը։ Փողն Կստати քիչ գիրքը տվել։ կարդացեք, ինքը ուղղակի զարհուրելի լավն է։ Հետո կարանք մի թողարկում նվիրենք մենակ այդ գրքին։ Այստեղ այդ հարցն է, էլի, եթե դու վերցնում ես հանճարեղ բան, քեզնից ահագին ավելի քիչ տաղանդ է պահանջվում, չփոխելով լավը ստանալ, կամ փոխելով լավը ստանալ։ Դրանից էլ գալիս է, որ չփոխած լավ էկրանավորումները ավելի շատ են։ գիտես ինչու՞։ Սենց մի բան կա շատ հետաքրքիր, ես գիրքը շատ սիրում եմ Էնդեի, բայց Ֆալկո Ռասելուց ես կինոյի վիշապին եմ պատկերացնում։ Տենց հա կինոն էլ այն համար շատ սիրելի ու Ինքնում է թե ստեղծագործությունը ինքը կա արդեն, ասենք թե Էնդեի գիրքը կամ ինչ որ գիրք, ինքը արդեն գոյություն ունի, եթե դու դնես նույն ձև բառացի իրան էկրանավորես, դու ստանում ես նույն բանը, նույն product-ն ես տալի։ Հա, բայց էդ էլ է շատ մեծ տաղանդ պահանջում, Հա, բառացի լավ բանը էկրանավորը։ դու Օրինակ կրկնես Սնայդերը նրա համար չի փոխում Watchmen-ը, որ ինքը տաղանդավոր է, նրա համար է փոխում, որովհետև ինքը հասկանում է, որ ինքը սենց չի կարա։ հա, որ ինքը բավարար տաղանդավոր չի։ Հա, ու լավ է, որ ինքը դա հասկանում է, ինչ որ ուստուպկեքի է գնում, հա։ Հա, բայց դա կրկնություն չի դառնում, եթե դու դնում ես հանճարեղ ստեղծագործությունը, հանճարեղ կինոյի ես վերածում նույն ձև ոնց որ ինքը կա։ Հա, բայց Չէ, օրինակ որովհետև մարդկանք այդ հանճարեղ ստեղծագործությունը կարա չիմանա ու դու փոխանցելով թե ինչի է լավը, օրիգինալը, օրինակ ես սկսեցի One Piece նայել ուղղակի որովհետև Netflix-ի սերիալը լավն էր։ դե Ինձ լավ բերեց օրինակ էլի ես դրանին։ ունեմ, լավ օրինակ ես ունեմ, սովետական երկու հատ 12 աթոռ կա, հա, Գայդայինը ու այն որտեղ Միրոնովն է խաղում։ Ու Գայդայինը շատ ավելի ադապտացված է, լիքը բան հանած է, փոխած է եւ այլն, հա։ Լիքը գեգերը ավելացված, Բայց էլի Գայդայի փոխած ստայլը։ չի, ինքը վերցրել է ուղիղ գիրքը, Դե ավելացրել է իր ինչ որ լիքը ֆիրմային գեգեր հա, ֆիրմային ու գեգերը լիքը կրճատած գիրքը ավելացրած։ ավելի քան այդ մյուսը։ Միրոնովինը շատ ավելի հավատարիմ է, ստիսինք Միրոնովինը շատ ավելի լավն է նաև։ Ես Ու գայդային որովհետև նուրբ է հանած Միրոնովինն էլ մյուզիկլ է ավելացած իրականում։ Շատ թատերական է հանած, թատրոնի նման։ Թատերական է հանած ահավոր ու ինձ թվում է այդտեղ Միրոնովն է գիլդիմ դրել, որ թողեք երգեր երգեմ, բան ասել են լավ մյուզիկլ սարքենք։ Ну չգիտեմ, հա, տարբեր մոտեցումներ կարա լինի։ Փոխենք, ադապտացնենք, կրճատենք, թե հանենք նենց ոնց կա, ինչ է էլի շատ մեծ կրկնել նենց ոնց վարպետն է կրկնել, դա առնվազն պետք է այդքան վարպետին գոնե մոտ դնես էլի։ Օրինակ ես նույն Watchmen-ը Սնայդերի ֆիլմից հետո եմ իմացել դրա մասին, ու Սնայդերի ֆիլմից հետո եմ հետաքրքրվել կոմիքսներով։ Արման, բայց տեղը եկել է, պետք է ասեմ, այն Բագամերսկի սերիալը Watchmen-ի։ Ահա, լավ էլի։ Եթե դու Watchmen-ի ճակերտավոր Բագամերսկի սերիալը նայես չիմանալով կոմիքսի մասին, ինքը քեզ դուր կգա։ Գիտես խի հնարավոր չի դա անել, որովհետև ինքը վերցրել, հեղինակները վերցրել են
իբր թե Watchmen-ի աշխարհում, չնայած դա Watchmen-ի աշխարհին ոչ մի բան չի ավելացնում, ոչ մի բան չի տալիս, ու ինչ որ երկրորդական պերսոնաժներ, որոնք հիմնական sense Watchmen-ի սյուժեից հետո են հայտնվել ու որևէ կապ չունեն նրանց հետ, սկսում են ցիտել այն հայտնի խոսքերը, ասենք Watchmen-ի պերսոնաժների, որը ոչ մի ձև իր սյուժեի մեջ չի տեղավորվում։ Բայց դուք ձեմ երկրորդական կոմիքսի երկրորդական կերպարների զարգացումից ուրիշ ստեղծագործության մեջ։ Ես երկրորդական կստացի ժող, ես երկրորդական կերպարների դեմ բան չունեմ, ես շատ ուժեղ դեմ բան ունեմ, որ սաղ առաջնային Watchmen-ի կերպարները ահա որ տուպոյ լեվելի են բերված այդ կոմիքսում, Դոկտոր Մանհեթենից սկսած բրծած Օզիմանդիասով։ Իրանք կոմիքսի ընթացքում նենց զարգացում են ապրել ու նենց ահռելի են փոխվել, իսկ ինչ որ point zero է բերում, որտեղ Դոկտոր Մանհեթենը նույն ինչ որ խույետայով տարապում, ինչ որ կոմիքսի սկզբում էր տարապում, Օզիմանդիասը նույն խույետայով տարապում, ինչ որ կոմիքսի սկզբում է տարապում։ Տենց չի դզում էլի, հա, ես եթե вообще չիմանայի կոմիքսի մասին, կինոյի մասին, այդ սաղ պատմության մասին, կնայեի, որտեղ Լինդելոֆը տաղանդավոր ռեժիսոր է ու դա հանել են, ինչ անել է։ Բայց իմանալով կոմիքսի մասին ու Watchmen բառը տեսնելով այդ սերիալի վրա, տենց հա մինչև վերջ նայեցի, ինձ հետաքրքիր էր վերջը ինչ կլինի, բայց վերջն էլ ինձ առանձնապես չտպավորեց ճշտապես։ Երկրորդական պերսոնաժ ասելով, ֆինալի ինտերվյու ու ինձ դուր չեկավ թե ինչ էին իրանք արել Օզիմանդիասի հետ ու դուր չեկավ թե ինչ էին իրանք արել Դոկտոր Մանհեթենի հետ։ То есть միակ բաների, որը вообще Watchmen-ի հետ այդ ամեն ինչը կապում էր։ Հա, ինքը մնացած առումներով ինքը եթե դրան միակ երկու կերպարի, որը արդարացնում էր դրա վրա Watchmen բառը ճպցնելը вообще։ Հա, պրինցիպը գիտես ինչ կարային անեին իրանք ավելի ճիշտ կլներ անեին առանց Օզիմանդիասի ու առանց Դոկտոր Մանհեթենի առկայության այդ աշխարհում ուրիշ մարդկանց մասին պատմություն։ Իրանք պետք է գնային, ասեմ ինչ իրանք պետք է անեին։ Իրանք պետք է գնային Ալան Մուրին խոնարհվելու, ասելու полный կրեատիվ ազատություն ենք տալիս, ինչ ուզում ես արա։ Կհամաձայներ 100%։ Դժվար, սերիալի հետ իրանք կապի։ Եթե լիարժեք կրեատիվ ազատություն տային, կհամաձայնվեր, որտեղ ինքը կակրած այդ վաղ Kickstarter-ով փող էր հավաքում, որ իր ռեժիսորած ինչ որ բան է հանի։ Լիարժեք, բայց չէին կհամաձայնվեր կգար։ Բայց չէին տա, որտեղ DC-ի հետ կռված է ու տենց։ Հետո HBO-ով էր, շեֆությունը ամեն դեպքում լիարժեք ազատություն չէր տա։ Հա, դա այդ մի կողմից, մյուս կողմից էլ եմ, որ Watchmen-ը շատ ցավոտ թեմա է իր համար, DC-ն իրան вообще royalty չի տալիս դրա համար ոչ մի։ Դրա համար Watchmen-ի Մուրի իրական ֆեները ասում են, որ կոմիքսը մի արեք, DC-ին support մի արեք։ Մեկը շեֆին փող չի գնալ դրանից։ Միակ լավ բանը սերիալում իմ համար երևի Օզիմանդիայի, Տարիքով Օզիմանդիայի դերասանն էր։ Չէ, դերասանական խաղը սաղինն էր լավը։ Ու դա էլի բերում է, ասենք նույն բանին, ճիշտ ընտրությունն էր Օզիմանդիայի։ դա էլի բերում է նույն բանին, ինչի ինձ Հերցոգին Նոսֆերատուն դուր չի գալիս, հա։ Երբ սիրուն աբորտկայա, բայց այդ սիրուն աբորտկայի տակ տենց փորում ես, առանձնապես բան չկա, այդքան էլ չի դզում։ Իսկ Հերցոգի մոտ սիրունագույնն է, հա, ամեն ինչ է։ Բնության տեսարանները, պլաժով քայլելը, հետո սարերով քայլելը, հետո էլի պլաժով արդեն Իզաբելա ջանի մի հոգով քայլելը, հետո էլի սարերով ձի քշելը, հետո ինչ-որ էլի քայլելը, որ այդ կինոից հանես, հանգիստ կարաս մի կես ժամ կտրես։ Հա, բնության կադրերը, բնության մեջ քայլելը, գյուղական տեսարանը այդ կինոյում ահա որ նման է Բորատ ֆիլմի սկզբին, որ նոր է գյուղ գալիս, հետևից վազում են բան։ Ну, в общем, չէ, Հերցոգը շատ տաղանդավոր է ու այն ինչ ինքը կարայինք այդ կինոյում շատ լավ է արել, բայց սուրճը մի քիչ Դե ինքը հին Նոսֆերատուի ռիմեյք է, ուզեցել նկարել, ընդ որում ինձ թվում է ինչ որ էլի կարևոր կետ էր հավատարիմ պահելով։
լրիվ Իրանը չի Ինքը չի փորձել լիքը անի։ կարևոր կետ, կստացի հավատարիմ է պահում, չուման այն ոնց վամպիրը մեռնում է եւ այլն, շատ նոսֆերատականն է, բայց իմ մոտ ինքը Նոսֆերատոյի ատմոսֆերան ֆիլինգը առանձնապես չթողեց։ Չափից մեծ ակցենտ տա նրա վրա, որ վամպիրը դա հիվանդություն է տարածում ու հիվանդությունը երբեք չես հաղթի։ Ին Նոսֆերատուի լավ ռեմեյք մենք մյուս տարի Հա, կտենանք հա, սենց։ ստացի կտենանք ու շատ լավ համեմատելու տեղ կունենանք Հերցոգի հետ։ Հա, ու չեմ բացառում Կոպոլային լավ ձեռնոց նետվի այդ կինոյով։ Իմ համար միակ բանը, որ անհասկանալի է, Հերցոգը ոնց որ Նոսֆերատուն է հենց փորձը ռիմեյք անի, հա, էկրանավորի, ոչ թե Բրամ Ստոկերի գիրքը, չէ։ Նոսֆերատուն առ այսօր տենց ահագին կուլտային է։ Առ այսօր Բեռլինում Չէ, կարաս Տոմ Սառնես գնաս Նոսֆերատուն նայես։ չէ, ինքը Նոսֆերատուն է փորձը էկրանավորի հենց, բայց խիա անունները այդ դեպքում փոխե, օրինակ ինչի է Դրակուլա, ոչ թե Հա, Հեղինակային որովհետև իրավունքի բազար կար, չէ, օրիգինալ շատ ուժեղ հեղինակային իրավունքի բազար կար, Բրեմ Ստոքերի այրին չէր թողել հանեն, իրան կանոնները փոխին մեկը հանեցին, այն էլ ինչ որ դատական որոշում ինֆորս արեց, որ կոպիաները ոչնչացվեն Նոսֆերատուի, հետո ինչ որ վերականգնել են ինչ որ ձևով survive արած կոպիաներով այդ կինոն։ Դե որտեղ պատմությունը մեկը նույնն էր, ինձ թվում է դատում Հա։ կարելի էր շահել, որ մեկը պլագիատ է։ Հա, իսկ հետո այդ խնդիրը չկար ու Հերցոգը իր օրիգինալին է վերադառնում։ Պլյուս էլի բրենդի ճանաչելիություն։ Հերցոգը այդ ֆիլմը այդ թվում հանել է ի սկզբանե ամերիկյան աուդիտորիայի համար։ Այդ ֆիլմի օրիգինալ լեզուն գերմաներենը չի, ոչ թե ֆրանսերենն է։ Անգլերեն են խոսում, այն դերասանները, ովքեր անգլերեն չգիտեն, անգլերեն դուբլաժ է արվում։ Այն ովքեր անգլերեն գիտեն, ահա որ ակցենտով, օրինակ Աջանին անգլերեն է խոսում։ Ջոնաթանի կնգան չճանաչելու պահը սա կինոյի ուրախությունս էր։ Մեկ է Ռենֆիլդի պահը։ Բայց օրիգինալ Նոսֆերատուն էլ ահագին ջրիկ կինո։ Ես մի քիչ նայեցի այսօր։ Դե օրիգինալ ահագին կոմեդիկ Նոսֆերատուն կինո է։ Օրիգինալ Նոսֆերատուն այդ վաղ կինոն, չգիտեմ, ոնց որ հիմա Disneyland գնաս, նորույթ էր։ Դու այդ վաղ կինո էիր գնում, օրը, բան, շարժող նկարներ։ Ինչ ասես Չէին փորձում էին մտածում, որ մի մտցնել։ հատ էլ արվեստ է։ Հա, կուլտուրան մի քիչ ուրիշ լիներ, Ինչը հենց Կոպոլայի կինոյում էլ է շատ ամեն լավ ինչը ցույց տված, կմտցնեին։ որ Դրակուլան մինային ասում է, ինձ սինեմատոգրաֆը ցույց կտաս 8-րդ հրաշալիքը աշխարհի։ Մինան ասում է, դա ինչ որ Բոշաների բան է, գնա թանգարան, եթե կուլտուրա ես ասում։ Հա, ցածր արվեստ էր համարվում Ոնց որ շատ երկար, կարուսել ինչ նստեմ, ասես ոնց որ ասել մտցնեին։ կարուսել նստեմ, էլի եկա Հա, ոնց որ հիմա դու գնաս Փարիզ, ինչ որ շատ բարձրաճաշակ Փարիզուհու, ասես, իսկ ձեր Disneyland-ը որտեղ է, կասի գնա Լուվր նայ, ախմախ։ Ինչ Այդպես մինան Disneyland։ նայեց իրան Կոպոլայի Մինան կինոյում։ տենց է նայում Կոպոլայի կինոյում, ճիշտ է։ Ամենախնդալում, որ մարդիկ գնացեն նայել են Նոսֆերատուն ու առաջ բանը ինչ եկել է մտքներին, էս դերասանը հաստատ վամպիր է իսկական։ Ժողովուրդ, Նոսֆերատու, на самом деле, այնտեղ համարյա սյոմիչնի գրուպայի զգալի մասը թաթախված էր սև մոգության մեջ։ Ոմանք շատ ապացուցելի ու ուղիղ։ Սյոմիչնի կամպանիայի անունը Prana Films էր։ Ինչա Pranան դա յոգայում քո ներքին էներգիան է, էլի։ Տիպը քո կենսական ուժը, որը, կստացի, վամպիրները գողանում են արյան տեսքով։ Կինոյում ինչ որ մոգական սիմվոլներ կան, բավական աուտենտիկ, բայց բավականին երեխայավարի մեծ ինչ որ թղթի վրա գրած։ Հա ու էնտուզիաստներ էին կինոն հանում, որոնք շատ թեմայով տարված էին, թեմայից հասկանում էին, հա, որոնք շատ ուզում էին սեփական հավատալիքների ինչ որ փուճուր կտորը կոխեն կինո, բայց նաև ուզում էին կինոն ծախվի փող անեն, բան, տենց շատ լավ բան է ստացվել իրականում։ Երբ դու
backstory-ին գիտես, այդ առաջին վամպիրական կինոների կամ Լուգոշի, Դրակուլայի, դրանք մի 3-4 անգամ ավելի կայֆն են դառնում։ Իմ համար շատ լավ ստացվեց, որ ես անոթացումը սկսեցի օրիգինալ Մուրնաուի ֆիլմից, ու հենց հաջորդ օրը նայեցի Հերցոգի ֆիլմը։ Միակ բանը էլի եմ ասում, մեր քննարկումների ժամանակ էլ եմ ասել, իմ կարծիքով Հերցոգի մոտ ֆինալը все-таки ավելի ճիշտ էր, որովհետև Մուրնաուի մոտ հայրան խափեցին, այդքան վախենալու տենց այդ հիշատչին խափեցին, մի աղջիկ խափում ուղղակի արևի տակապահում սպանում, իսկ Հերցոգի մոտ դա մի քիչ ուրիշ ձևով արվում, ինքը Հերցոգի մոտ շատ վիպենդրոշտի ֆինալ է աստես։ Իրան փաստացի հնարավոր չի սպանել Հերցոգի մոտ։ Չէ, հնարավոր է ոնց որ։ Չեն սպանում, բանով հետով գալիս է Վան Հելսինգը երկրորդ հարկից վերջում։ Չէ, մի րոպե, բայց հետագայում Չէ, ժողովուրդ, Հերցոգի միտքը տեղն է, որ վամպիրը դա Չումանա, Չուման չես կարող հարկերի մեջ շարունակում է ապրել։ Հա, բայց հարկերի սլուժանկանը տե չլներ, դա ցավերջ կմեռներ։ Ուղղակի այդ կինոյում արդեն այդ վերջում ես այնքան զրացած էի, որ ինձ արդեն գլուբակո փոխրեներ էդի հարկերը սաղ կմնա, չի մնա, կփախնի, չի փախնի։ Ես վերջաբանը ոնց հասկացա, որ ինքը կարա տեղափոխվի ցանկացած sense պերսոնաժի ցանկացած մարդու մեջ ու շարունակի այդ ձևով ապրել։ Չէ, բաներ, իր հիմնական միտքը ինքը ալեգորիա էր Ժանտախտի մասին։ Հա, ոնց որ սաղ կինոն ինքը հանած լիներ Ժանտախտի ժամանակ այդ տոնակատարությունը նկարելու համար, ու այդ տոնակատարությունը իրոք ահագին լավ է նկարած։ Ու հետո էլ ինքը այդ միտքն է այտենց խոդում, որ հա չարիքը, Չուման եւ այլն դու չես հաղթահարի, դու իրան կարաս ժամանակավոր կանխես, վաղ թե ուշ ուրիշ ձևով, ուրիշ տեղ ինքը էլի գլուխ է բարձրացնելու։ Բայց ասենք այդ ամեն ինչ տեսնել վամպիրական կինոյում Հերցոգ ջան, ասենք կար, որ Ժանտախտը հենց իրանից է սկսվում, Դրակուլան գալիս է։ Իմոտ նենց տպավորությունա, որ Հերցոգը ուզել է Ժանտախտի մասին կինո հանել, այնց կինոյի փող իրան չեն տվել, ասել է լավ, վամպիրների մասին կհանեմ, ասել են արքես փող, հանելա Ժանտախտի մասին կինո։ Որովհետև Կինսկին էլ, հա, լինելով շատ տաղանդավոր դերասան, ինքը այնտեղ Ժանտախտով հիվանդ իզվրաշենիցի է խաղում, ոչ թե վամպիրը։ Ասել են արքես փող, արքես ցիգաններ, ինչ ուզում ես արա։ Ցիգաններին ինքն է գտել, ինձ թվում է այդ փողով էկոնոմիայից դրդված կամ բան։ Յուրի Ստայանովի նման պանդոկպանը։ Մի գնա այդ զամուկ տեղ չարիք կա։ Չէ, լավ կինո է, բայց որպես վամպիրական կինո, Հա, լավ որպես կինո է, Ստոկերի բայց Դրակուլայի որպես էկրանավորում մոտիկ չի ինձ թվում Կոպոլայի։ Սենց ասեմ, որպես art-house ինքը շատ լավն է, որպես ուղղակի կինո ինքը ծայրահեղ ձանձրալի է, ծայրահեղ տափակ դերասանական խաղով, Կինսկի ինչը հաշված, որպես վամպիրական կինո ինքը զարհուրելի վատն է։ Որպես Ստոկեր էկրանավորում, вообще էկրանավորում չի կարելի ասել։ Բացի մի ինքը Նոսֆերատուի էկրանավորում է կարելի ասել, բայց դաժե որպես Նոսֆերատուի էկրանավորում, Նոսֆերատուն ինքը վամպիրական կինո է, ինքը շատ հին է, իր ասաղ մինուսները գալիս են նրանից, որ ինքը հին է, հա, բայց բանի մոտ այդ արդարացումը չկա, հա, Հերցոգի մոտ։ Այդ վաղվա լիքը սարսափներ կան, այդ թվում Rosemary's Baby-ն եւ այլն, շատ ավելի ատմոսֆերիկ են, լավ են փոխանցում թեման, հա, այդքան art-house-ային չեն կամ այդքան ինչ որ բարդ մտքեր չեն փոխանցում, որ հիվանդությունը հավերժ է եւ այլն, հա, որ մեր մեջ ասած այդքան էլ բարդ միտք չի, բայց մեկը լավն է նտվում են։ Ահագին տրիվիալ միտք է իմ կարծիքով, որ վամպիրը դա Չումայի խորհրդանիշ է։ Հա, իրական Նոսֆերատուի վամպիրը, կստացի,
իրան հրեական գծեր էին տվել, այդ իր պալտո ընձերությունը եւ Մեծ այլն։ քիթ ունի այսպես։ Հա, ու մեծ քիթ ունի, ու այդ վաղտվա Գերմանիայում ռեալ համարում էին, որ հիվանդությունները հրեաներն են Լրիվ տարածում։ Բորատի Հա, միջի հրեաներին է նման։ ինչը տարիները ինչը մի քանի տարի հետո կբերեր կրիստալ նախտի եւ SS-ական վայրագությունների հրեաների հանդեպ։ Հա, բայց արդեն քո մոտ 70 քանի թիվն է, չէ, 70 քանի թվի է։ Դուք ոնց որ այդ պատերազմը կրվել եք, ձեզ սխալ են հանել, իսկ դու ճումայի թեման մեկը ինչ որ բան է, սակարկում ես։ Ցում ես ինչ որ բանից եկած Տրանսիլվանիայից եկած մեկի վրա որ հետը բերել։ Հա, որը էլի ճուժոյա քսենոֆոբիա է, էլի։ Հետը Ուրիշ բերել է։ երկրից ճուման բերին Գերմանիա։ Մեր հիմա այսքան ժողովրդի դեմը Խոստովանի, որ սխալվում էիր, որ ինքը Դրակուլայից լավագույն վամպիրական դիրք։ Խոստովանելու։ Չի խոստովանել։ Գոնե Silence of the Lamb-ը նայի, բայց դա էլ չի նայել։ Լավ, it's agree to disagree։ Ha, gentlemen agree that they can sometimes disagree. Եվ սրա վրա կանգ առնենք, հա, այսօր։ Ամենահետաքրքիր բան կանգ առնենք, կխոստովանեմ ես թե չէ։ Տան։ Դե ուրեմն, եթե սենց է, ուրեմն հաջորդ մեր թողարկումը լինելու է պորնոյի թեմայով։ Խոսալենք Ինչ որ թողարկումներից մեկը պետքա լինի պորնոյի թեմայով։ Չէ, հաջորդը պորնոկագրության։ Հաջորդը հոբելյանական է լինելու, հավանաբար մի քիչ ավելի երկար կլինի ու երևի մի քիչ ավելի գիտական։ Ժող պորնոյի թեմայով երբ անեն կպատմեն պորնոկրատիայի մասին, որը ռեալ Վատիկանում տիրուտ է ժամանակային։ Պորնոյի թեմա շատ հետաքրքիր է լինելու։ Լավ, օքեյ, շո։ Չեմ կասկածում, գնացինք։ Давайте.